Սահմանադրական հարաքվեից 2 ամիս անց որևէ մեկը չի պատժվել լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, բռնություններ կիրառելու համար։ Դեկտեմբերի 6-ին նմանատիպ 14 դեպք է արձանագրվել, քրեական գործ սակայն հարուցվել է միայն 2-ի պարագայում։ Դարձել է օրինաչափություն Հայաստանում։ Կարելի է լրագրողին ծեծել, կարելի է խոչընդոտել, կարելի է կամերան ջարդել եւ որևէ պատասխանատվության չենթարկվել։ Հարուցված քրեական գործերից մեկը Արաբկիրի թիվ 5/28 ընտրատեղամասում ՀԿ-ական վստահված անձ Արթուր Խուշուդյանի կողմից հետք պարբերականի թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը խլելու, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով է։ Նախաքննությունն արդեն ավարտվել է ու գործը հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է դատախազություն։ Վստահված անձանցից են ասել, որ այո, տեսել են, որ վերցրել է համակարգիչը այդ գոռալով իր ագրեսիվ պահվածքը։ Լրագրողն այդ օրը ստիպված է եղել 3-ից 4 ժամ գտնվել Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում ընդհատելով աշխատանքը։ Միջազգային կառույցները լրագրողների աշխատանքի խոչընդոտման հետ կապված բարձրաձայնել են, գոնե այդ 1-2-ի դեպքում ցույց տալու համար, որ իրանք գործ են կատարում, պետքա որ արդեն այս երկու գործերի դեպքում արդար քննություն լինի։ Աշոտ Մելիքյանին զարմացնում է հանգամանքը, որ հանրաքվեի ժամանակ լրագրողական պարտականությունների խոչընդոտման վերաբերյալ գործերը հարուցվում են ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, այլ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը։ Պատիժների տարբերություն գոյություն ունի եւ շատ կարեւոր է հենց լրագրողական գործունեությունը ընդգծվի այդ գործընթացում։ Ի վերջո լրագրողը գնացել էր ընտրատեղամաս ոչ թե որպես ընտրող, ոչ թե որպես վստահված անձ, ինքը գնացել է իր լրագրողական պարտականությունները, պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու։ Վերջին 10 տարում Հայաստանում լրագրողների իրավունքների խախտումների ու բռնությունների 100-ից ավելի դեպք է եղել, իսկ նախորդ տարվա հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածն ամենազանգվածայինն էր, եւ չնայած բազմաթիվ ապացուցողական նյութերին որևէ մեկը չի պատժվել։ Քաղաքական միջամտություն է ուղղակի անհրաժեշտ եւ միգուցե նույնիսկ իրավապահ մարմիններին համապատասխան ցուցումներ է պետք տալ